Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր Սուրբ Խորանում, իր Սուրբ անարատ խոսքերը մեզ փոխանցելու եւ մեր ծարավ ոգին կերակրելու։ Ինչքան Աստծո խոսքով կերակրվի մեր ոգին, մենք օր-օրի այնքան սրբության նախանձախնդիր կդառնանք։ Ինչքան Աստծո խոսքը պակասի, մենք օրի գաղջանանք եւ աշխարհիկ կդառնանք։ Ամեն, որտեղ լույսը աշխարհին ավանում, աշխարհը լույսին։ Լույսը խավարին ավանում, խավարը լույսին, ամեն, եթե ներսդ խավարը մտավ, լույսը կտրտմի կերանա, եթե ներսդ ամեն օր նորոգվա վասո լույսովը, խավարը ուզա զզվելու է և հեռանա քեզանից, ամեն, որտև դրանք երկուստ էլ իրար հակա պատկերներն են, բայց միշտ իմացեք, որ լույսն ավելի հզոր է, մի քիչ լույսին տեղ տվիք, հսկա խավարը կցնդի, բայց մի քիչ խավարին տեղ տվիք, Սուրբ Հոգին դանդաղ մարելով կերանա, ամեն։ Դրա համար որոշեք, որ ու ձեր ամեն ժամերն ու ժամանակներ տվեք աղոթքին ու գրքի լեցունությանը եւ սերտողությունների շատ լսելուն, ամեն։ Այսօրվա սերտողությունն է Եսայի 9-րդ գլխից սկսած։ Կսերտենք 9 եւ 10 այսօր։ Մեսիայի ծնունդը, անունը եւ թագավորությունը, Իսրայելի դատաստանը։ Իրականից Եսայի 9:6 հաստատում է, որ Եսայի բերնից խոսող Եհովան նույն Հիսուս Քրիստոսն է։ Նույնը Երեմիա մարգարեության մեջ կա տեղ, որ ուղիղ գրված է, որ Դավիթի սերնդից եկած այդ Մեսիային կանվանենք Եհովա դու մեր արդարությունն ես, Արարատ թարգմանության մեջ, Երեմիա մարգարեության մեջ եւ Եսայի մարգարեության 9-ի մեջ, Եսայի մարգարեության 40-ի մեջ ուղիղ հաստատում է, որ Եհովան բուն Հիսուս Քրիստոսն է, ով որ կուրանա Հայր, Որդի եւ Սուրբ Ոգիս միությունը, նա անիծյալ լինի, նա Տիրոջ ոգին չունի, ների ոգի է, ամեն։ Բայց մենք կանդրադառնանք բուն համարներին, երբ հասնենք։ Ուրեմն Մեսիայի ծնունդը, անունը եւ թագավորությունը, Իսրայելի դատաստանը, 9-րդ գլուխ։ Առաջի ժամանակ անարգեց Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղեմի երկիրը, բայց վերջումը հարգելու է ծովի ճամփաներով Հորդանանի մյուս կողմը Հեթանոսների Գալիլեա։ Ինչի է կոչվում Հեթանոսների Գալիլեա։ Մատթեոս 4-5-րդ գլուխները երբ ընթերցում ենք, ընկնել ենք հանդիպում այս համարներին, հատկապես 4-րդ գլխում։ Որևիցե հովիվիշ չկարողացավ բացատրել, որևիցե եպիսկոպոս ասի ինչու է, որ Գալիլեան Իսրայելի երկիրն է, ինչու է կոչվում Հեթանոս։ Չէին կարողանում բացատրեին, որտև անգրագետ էին, վկայությունը բերում է հենց Եսայինն ու Եսայինի վկայությունը տանում է 4 թագավորաց 17-րդ գլուխ, երբ Իսրայելը մեղանչեց Սողոմոնյան թագավորությունը բաժանվելուց հետո երկու թագավորություն դարավ, Հուդան եւ Եփրեմը Իսրայելը։ Այդ ժամանակ Էլայի որդի Օվսեի թագավորության ժամանակ նորից շեշտեք 4-րդ թագավորաց 17-րդ գլուխ գրեք ձեր մոտ։ Էլայի որդի Օվսեի թագավորության ժամանակ Ասորեստանի թագավորն եկավ Սաղմանասարը։ Ամբողջ Իսրայելը իսրայելացիներից դատարկեց, գերի տարավ Ասորեստան եւ ասորեստանցիներին բերեց վերաբնակեցրեց, հեթանոսներով վերաբնակեցված Իսրայելի երկիր անվանվավ։ Դրա համար Հիսուսին հեթանոս Սամարացի էին համարում, որտեղ Սամարյան ժամանակին Իսրայելի մայրաքաղաքն ել է, բայց Էսելայի որդի Օվսեի թագավորությունից հետո դարձել է պիղծ հեթանոսներով վերաբնակեցված երկիր։ Հասկացաք հեթանոսներոյի Գալիլեա ինչի է կոչվել։ Հեթանոսներով վերաբնակեցված Նազարեթը, Գալիլեան, Սամարիայի կողքի բոլոր քաղաքները հեթանոսների բնակարան է եղել, ամեն։ Ահա թե ինչու հեթանոսներով վերաբնակեցված ասում, սկզբի ժամանակում խավար էր ընդե, բայց երբ Հիսուսն եկավ, հենց այդից սկսեց, դա լույս ական, ամեն, լույսը ընդունեցին, սկզբից Եհովային մերժեցին, բայց հետո լույսը ընդունեցին։ Հիշում եք Եհովային մերժել էին եւ առյուծները կծոտում էր նրանց եւ մեռնում էին։ Էդի կարդացեք 4 թագավորաց
17-րդ գլուխը եւ ձեզի կբացվի այդ թեման, բայց հենց հեթանոսներով վերաբնակեցվելու խորհուրդը դա է հեթանոսած Գալիլեան, որ Սուրբ երկրի մեջ բերեցին պիղծ հեթանոսներ, բնակեցրեցին եւ անունով սուրբեր գործերով մեղավոր եւ պիղծեր էին բնակվում Իսրայելում։ Սա խորհուրդն է այսօրվա քրիստոնյա կոչված եկեղեցիների, որ անունով սրբեր պետք է հավաքվեն այդե, բայց բոլորը պիղծ հեթանոսներով են վերաբնակեցված։ Ամեն։ Անունով քրիստոնյա են, բայց հեթանոսական ոչ կերպարից, ոչ ցանկություններից, որևիցե բանից թլպատված եւ փոխված չեն։ Կոչվում է նույն հեթանոսած Գալիլեա, պիղծ հեթանոսների երկիր եւ ոչ թե սուրբ երկիր։ Ամեն։ Ուրեմն ծովի ճամփաներով Հորդանանի մյուս կողմի հեթանոսների Գալիլեան խավարումը գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ Հիսուսի գալու եւ քարոզչության մասին մարգարեությունը 6-րդ խոսքում արդեն խոսվում է Մեսիայի գալստից։ Ամեն։ Խավարումը գնացող ժողովուրդը մեծ լույս տեսավ, մահվան ստվերի երկրում բնակվողների վրա լույս ծագեց։ Դու շատացրիր ազգը, Աստված բազմացրեց նրանց, մեծացրիր նրա ուրախությունը։ Նրանք ուրախանում են քու առաջին հունձքի ժամանակի ուրախության պես, ինչպես որ ցնծում են ավար բաժանելիս, որովհետև նրա ծանրաբեռլուց է Իսրայելի, եւ նրա մեջքի գավազանը, նրա վրա բռնացողի ցուպը կոտրեցիր, արդեն էսի խոսում է հազարամյակ, որ հազարամյակում լույս չի լինելու Իսրայելի վրա։ Մադյամի օրվա պես 5-րդ խոսքը խոսում է մեծ նեղություն, որովհետև ճակատամարտի մեջ զինվորյալների բոլոր զենքերը եւ այրունաթաթախ հանդերձները պիտի այրվին եւ հրոճ արակ լինեն։ Տեսեք, զենքերը պետք է վառեն ամեն հազարամյակի նախաշեմին։ Ստե կեսը խոսում է մեծ նեղություն, կեսը խոսում է հազարամյա թագավորություն։ Նորից 6-ից մինչև 7 հազարամյակա խոսում ու Հիսուսի գալուստը։ Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, 9-6-ից է, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, եւ իշխանություն կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, մեծատարով ագրած, հավիտենության հայր, հավիտենության մեջ հայր Աստված։ Եսայու միջից Եհովայի հոգին ասում է, որ Դավիթի սերնդից եկած այդ մանուկը, որ կծնվի լույս աշխարհ կգա, հենց հավիտենության հայրն է եւ հզոր Աստվածն է եւ Եհովան է։ Եհովան չի կարա Եսայու բերանից սխալ բան ասի։ Սա Եհովայի վկա կոչված աղանդավորներին հանդիմանություն, որ Հիսուսը նույն Եհովան է։ Նույնը հաստատում է Երեմիա 33-ի 14-ից 16։ Երեմիա 33 14-ից 16։ Եհովայի վկա կոչված աղանդավորները թող բացեն կարդան Արարատի մաքուր թարգմանությունը, ոչ թե իրաց մոտի թունավորվածն ու փոխած, իրաց մոտից անել են սրանք, բայց ոնց որ էս համարը մնացել անդե, չեն իմացե տեղը։ Ուրեմն տեսեք ինչ ասում են, ասում են շարավիղը, որ պետք է գա Դավիթի սերնդի, հազարամյա թագավորության ժամանակ պիտի ասենք Եհովա, դու մեր արդարն ես, արդարությունն ես, մեր արդար Աստվածն ես, մեր հայր Աստվածն ես, խաղաղության հայրն ես, ամեն, հզոր Աստվածը, միակ Աստվածը, ուղիղ գրված է Երեմիա 33 14 16, բացեք ընթերցեք, նորից եմ կարդում, սա խոսում է հազարամյակի մասին 6-ից 7, նշեք ձեր մոտ, որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեցավ, մեզ մի որդի տրվեցավ, եւ իշխանություն կլինի նրա ուսի վրա, եւ նրա անունը կկոչվի սքանչելի, խորհրդական, հզոր Աստված, բոլորը մեծատարով, հավիտենության հայր, խաղաղության իշխան։ Իշխանությունը, Հիսուսի իշխանությունը հազարամյակի մեջ, իշխանությունը շատացնելու եւ խաղաղությունը վերջ չկա, խաղաղությանը վերջ չի լինելու։ Դավիթի աթոռի վրա եւ նրա թագավորության վրա, որ նրան հաստատե եւ պնդասնե նրան իրավունքով եւ արդարությունով
հիմիկվանից մինչև հավիտյան։ Զորած Տիրոջ նախանձը պիտի անե այս 6-ից 7 հազարամյակ գրեք։ 8-րդ խոսք։ Ուրեմն 8-ից մինչև վերջ, 8-ից մինչև 12 և 12-ից մինչև վերջի խոսքը խոսում է, որ Տերը պատժելու է Իսրայելին իր մեղքի և աննազանդության պատճառով։ Ամեն, թե ժամանակների ընթացքում և թե բուն մեծ նեղության մեջ։ Բայց գրեք Իսրայելը Տերը պատժելու է Իսրայելին 8-ից մինչև վերջ։ Տերը պատգամ ուղարկեց Հակոբին, եթե ուշադիր լինեք, ստե շատ տեղեր շեշտում է Հակոբ Իսրայել, Հակոբ Իսրայել։ Սա իր պատիժն է։ Ու մեր օրերում կեղտոտ աղանդավորների ամեն, որոնք անուն ունեն կենթանի են, բայց իրենց գործեր են անում, որ Տիրոջ անունը հայոյվում է։ Նույն Իսրայելն է եւ պատիժը անխուսափելի է։ Դրա համար ստե ցավեր չկա, Տերը լրիվին բուժում է, ընդ բոլորը ցավագեր են մեծամասամբ։ Պատիժը արդեն հենց Ցիմիկվանից իրանք ստանում են, վերջում էլ կստանան մեծ նեղության մեջ, կմնան, կմորթվեն ու չգիտես էլ ինչ օրն են ընկնելու։ Ամեն։ Տերը պատգամ ուղարկեց Հակոբին եւ նա իջավ Իսրայելի վրա։ Եվ թող իմանայ բոլոր ժողովուրդը, Եփրեմը եւ Սամարիայի բնակիչները։ Սամարիան Իսրայելի մայրաքաղաքն է, հիշում եք Աքաբի օրերին։ Դրա համար միշտ Իսրայելը հիշվում է բաժանվելուց հետո Սամարիայով կամ Եփրեմով։ Եվ թող իմանայ բոլոր ժողովուրդը, Եփրեմը եւ Սամարիայի բնակիչները, որոնք ամբարտավանությամբ եւ սրտի հպարտությամբ են ասում։ Աղյուսներն ընկան, մենք դուժվանք, էլի մեր աղյուսի տները քանդվավ, մենք սրբատաշը կշինենք, մեզ ինչ կարա անի, ամեն։ Աղյուսներն ընկան, բայց մենք սրբատաշ քարերով կշինենք, ծեծվենք, մեկ քիչ ոչինչ, կդզվենք, նորից մեր խոզի նման կյանքով կապրենք, մեկը մենք ապաշխարող չենք։ Դրա համար էլ, որ Տերը տեսնում է դու ապաշխարող չես, դրա համար պատժում է քեզ, ամեն, որտեվ հույս չունի քեզանից, որ դու կփոխվես։ Ուրեմն 10 օրից եմ կարդում։ Աղյուսները ընկան, բայց մենք սրբատաշ քարերով կշինենք։ Մոլաքզենիքը կտրվեցան, բայց մենք նրանց տեղը եղևնիներ կդնենք։ Պատկերացնում ես, մեկը չենք փոխվելու։ Սակայն Տերը պիտի հարուցանե Ռասինի հակառակորդներին նրա վրա։ Ռասինը գիտեք, չէ՞ ով էր, Ասորեստանի թագավորն էր, որ եկել էր Ուդայի վրա, եւ Ռոմելայի որդի Փակեն Իսրայելի թագավորն էր։ Սակայն Տերը պիտի հարուցանե Ռասինի հակառակորդներին նրա վրա, նրա պատիժն դե պիտի տա, Իսրայելի պատիժն էլ առանձին պիտի տա։ Ռասինի վրա եւ նրա թշնամիներին գրգռե, որ գան պատժեն։ Ասորի կարաչից եւ Փղշտացիքը ետևից, եւ պիտի ուտեն Իսրայելին լրիվ բերանով։ Տեսար, Ամնդում պտի պատժեն, ետքը միաբան գան Իսրայելին պատժեն, որ նա միաբանվավ Ասորին գնաց Հուդայի վրա։ Հուդան այսօր օրերին ճշմարիտ հավատացյալի խորհուրդն ունի, ամեն, Աստված քեզ դիպչողի պատիժը տալու է։ Այսուամենայնիվ նրա բարկությունը ետ չէ դարձել եւ նրա ձեռքը դեռ մեկնած է։ 13 խոսք։ Բայց ժողովուրդը ետ չէ դառնում դեպի իր զարկողին, Իսրայելի ժողովուրդը նկատի ունի։ Եվ զորած Տիրոջը չեն խնդրում, եւ Տերը կտրելու է Իսրայելի գլուխը եւ ագին։ Տեսեք, այսօր մեկ էլ տեսնում ես եպիսկոպոսը քասկե է, եպիսկոպոսը գանգրենա է, եպիսկոպոսը ճնշում շաքար ունի, դևը կրծում թողում է կաշին ոսկորները։ Գլուխն ու ագին, իմի տեսեք ովքեր են, բոլորին զարկելու է, սա վերաբերվում է այսօրվա ծախված քրիստոնյաների։ Եվ Տերը կտրելու է, մի անգամից տենում ես հոտը, զարկեցի թողվին հոտը մնաց անտեր, նոր մեկին ճարում են, եզյանից եյանից պերում դնում են հովիվ, բայց իսկական հովիվները պտի նշանակեն իրանց հեսուներին, նոր իրանք ննջեն, հովիվը, Մովսեսը պտի իմանա ումնա հանձնում հոտը, Աստված հայտնեց, որ Եղիազարն է լինելու հաջորդ քահանայապետը,
նոր նրա շորերը հանեց ակցրեց Եղիազարին, նոր Ահարոնը ննջեց։ Ամեն։ Իսկ սրանց եկեղեցին քնում են տենում են հովիվն ինսուլտ աստացե։ Մերերա, լավ ինչ անենք, հայտարարել ենք, բա ում բերենք հովիվ դնենք։ Իսկ հովիվ նշանակում է հին ծեր առաջնորդը ու նոր ննջում է պատգամ տալուց հետո։ Ամեն։ Ըստ Սուրբ գրքի։ Դե գնացեք տեսեք ըստ Սուրբ գրքի ոնց են առաջնորդ կարգե կամ առաջնորդները իրարու փոխարին է։ Իսկ այսօր աղանդում ինչ է կատարվում։ Տերը ողորմի։ Բայց ժողովուրդը ետ չի դառնում դեպի իրան զարկողին եւ զորած տիրոջը չեն խնդրում եւ Տերը կտրելու է Իսրայելից, տեսեք Իսրայելի մասին է էլի։ Իսրայելից գլուխը եւ ագին արմավենի ոստը եւ կնյուն մեկորումը։ Ծերը եւ պատվավորը գլուխն է, ծերերը, ղեկավարները։ Իսկ մարգարեն, որ ստություն է սովորեցնում, ագին է։ Սուտը բերաններից թափում է, խեղ կատակելով սուտ, մեռա մինչև ասա, սիրտս 3 տեղից ճղվավ, ճնշումս 3000 է։ Թե որնից են ու մերնեմ ջանիտ, կակավս, բալես, լուսինս արևս, ըստանք բոլորը այդ ծերերի բարայ պաշարի մեջ կա։ Դրանք ստի հոր զավակներ են, ուրախանում են սուտ խոսալուց։ Բայց սուտ բար պտի բերանից չկպնի, որտև ասում է սատանան, որ սուտ կխոսի, բուն իրեններից կխոսի, Հովանու 8-րդ գլուխ։ Քանզի անիկա ստախոս է եւ ստախոսների հայր, կապ չունի խեղ կատակելով է սուտ ասում թե լրջությամբ։ Կամ ստին ինչ լրջություն, սուտը տեղից ան լրջություն ու խաբեություն։ Ծերը եւ պատվավորը գլուխն է, իսկ մարգարեն, որ ստություն է սովորեցնում, ագին է, պոչն է։ Եվ այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են իմ միամիտ գառներին, ամեն։ Այս ժողովուրդ տեսեք լրիվ կրոնի մասին է խոսում, լրիվ քրիստոնյես ազատամիտ կրոնի։ Այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են եւ նրանցից առաջնորդվողները ուշադիր պիտի կուլ գնան։ Դժոխքը կլանելու է նրանց։ Մեռնելու դժոխք են գնալու։ Նրանց Պետրոս ասում է ազատություն են խոստանում, բայց բոլորը խավարի գերի են։ Ամեն։ Նորից կարդամ այդ մասը եւ այս ժողովրդի առաջնորդները մոլորեցնում են եւ նրանցից առաջնորդվողները պիտի կուլ գնան։ Այս պատճառով Տերը չի ուրախանա նրանց երիտասարդների վրա եւ նրա որբերին, Իսրայելի որբերին եւ նրա որբերին ու որբևայրիներին չի ողորմիլ, որովհետեւ ամենքը կեղծավոր ու չարագործ եղան եւ ամեն բերան հիմարություն է խոսում, խեղ կատակում, ծիծաղում, լկտիություն է պատմում, չի էլ ամաչում, բայց ասում է Տիրոջ վախ ունեցողի բերանից չար բան դուրս չի գա։ Այսուամենայնիվ նրա բարկությունը ետ չէ դարձել եւ նրա ասո բարկության այդ ձեռքը, այսուամենայնիվ նրա այդ բարկության բազուկը ետ չի դարձել եւ նրա ձեռքը դեռ մեկնած է։ Պատիժը անխուսափելի է պտի կրեն, որտեվ արդեն նա հոգնել է, որ ծավել չաղոթես Սավուղի համար։ Ես չեմ լսելու։ Երեմիա էլ չբարեխոսես այս պղծվածների համար, էլ չեմ լսելու։ Դե գնացեք կարդացեք Երեմիա 7:11-14-ը։ Բոլոր գլուխների մեջ կա։ 7-14-ը 14-14-11-ը։ Եվ թագավորած գիր գնացեք Սամվելին ինչ է ասում, չաղոթես այս պիղծի համար, էլ չեմ լսելու։ Այսուամենայնիվ նրա բարկությունը ետ չէ դարձել եւ նրա ձեռքը դեռ մեկնած է, որովհետեւ կրակի պես այրում է անօրինեությունը, ցախերն ու փուշերը լափում է եւ վառում է անտառի ծմակները եւ վեր են քլքլում բարձր ծխասյուներով։ Զորաց Տիրոջ բարկությունից երկիրը այրվելու է եւ ժողովուրդը կրակի ճարակի պես է լինելու, մարդը իր եղբորը չէ խնայելու եւ կտրելու են աջ կողմից, բայց սոված են մնալու եւ ձախ կողմից ուտելու են, բայց չեն կշտանալու անեծքի ու սովի պատճառով։ Ամեն մարդ իր բազուկի միսն է ուտելու։
Սա էլ է կատարվել ու կատարվում է Մանասեն Եփրեմին ու Եփրեմը Մանասեին եւ նրանք մեկտեղ Հուդայի վրա այսուամենայնիվ նրա բարկությունը ետ չէ դարձել եւ նրա ձեռքը դեռ մեկնած է մենակ միս ուտելը չի ասես որ մարմնավոր հասկանում եք որ իրար սպանում են միս ուտել չի ես ասում եթե մի ընտանիքի մեջ չկա տերը շեղված են իրար կբսկտեն կկռվեն կզարկեն կսպանեն ամեն տերը չկա բացակա է կամ մեկի մեջ դևնա մեկի մեջ տերնա պետք է բսկտեն կամ պետք է բաժանվեն իրարից խաղաղ ապրեն չասում մի տան մեջ 5-3-ից բաժան կլինեն հոր այրը որդուց հարսը կեսուրից ճիշտ է հիմի տենց ովքեր որ լույս են պետք է առանձնանան լույսի գործերն ունեն ովքեր որ խավար են պետք է մնան խավարի գործերն ունեն չեն կարա լույսի գործ կատարողները եւ խավարի գործ կատարողները մեկտեղ հարատևեն ու ապրեն չեն կարա կբաժանվեն ամեն անգամ կին ամուսին եթե մեկը լույս է մեկը խավար կբաժանվեն կամ պետք է կինը խավրի եթե կինն է լույս կամ պետք է ամուսինը խավրի եթե ամուսինն է լույս ամեն կամ երրորդ տարբերակը պետք է բաժանվեն նա խավարի հետ կրկին կամուսնանա նա էլ լույսի գործերը կարող է անա ոչ էլ ամուսնանա ամեն իսկ խավարը չի դիմանա կրքերը կխեղդեն իրեն իսկ լուսո դուստերը կամ լուսո որդին կարա բաժանվի Էնի Պողոսի նման էլ Աննա Մարգարեու նման իրեն տան ճգնավորի կյանքի ու գիշերուց երեք աղոթքի գրքի լեցունությամբ եւ քարոշչությամբ զբաղվեն բայց աշխարհիկը չի կարա նա այլա սերված է նա կրքերի գերի է 90% բաժանվողներից նորից գնում են մի հատ անբարոյականի հետ ամուսնանում ու ավելի են մեղքերի մեջ թաթախվում ամեն ավելի ճիշտ է պղծվածների հետ միաբանվում են նոր գալիս են իրենց կողակիցներից բաժանվում եւ մեղքը գցում են տվյալ քրոջ կամ եղբոր վրա ասում է դու էլ ար մեղավոր ես բաժանվում եմ քեզանից ամեն բայց նա արդեն բաժանվել է հոգով սրտով մի հատ անբարոյականի գթե մեկացել է նրա հետ եկել ատուն եթե ուզես կռիվ մոնգաշ չի ամենահեշտ բանը կնոջ վրա կեղտ գտնելն է կամ հակառակը կինը որ ուզա տղամարդի վրան կեղտ գտնի մի րոպե չի տևա կամ մի ժամվա ընթացքում հիմա լինի մի հատ թեմա կբռնի վերջ ես գնացի արդեն վեշերս հավաքեցի դրա համար էլ ասա ժողովուրդ Աստված ասում է իմ վախն ունեցեք եթե կին կամ տղամարդ շնության մեջ իրար չեն բռնել բաժանվելու իրավունք չունեն իզոր բռնել են վերջ ազատ է այդ կինը ազատ է այդ եղբայրը որ այդ շնացողի հետ չապրի ամեն այսքանով ավարտեցինք Եսայի 9-րդ գլխի սերտողությունը ամեն 10-րդ գլուխ Անիրավ դատավորների պատիժը Ասորիքի գոռոզությունը եւ խոնարհվիլը Իսրայելի մնացորդի դարձը Ուրեմն անիրավ դատավորները հեսորա անիրավ հովիվներն են երկրի վրա ասում է չկա ծեր մեջ իմաստուն մեկը ճշմարիտ դատանա եկեղեցու մեջ ամեն որը թողում եք եղբայրները գնում են մարմնավոր դատարաններն են ընկնում չկա մեկը հարց լուծա մեղավորին պոջա արդարին արդարացնի իրոք չկա կամ էլ անելու ծխալ դատ են անում որին արդարը տուժում են էլ գնում է դիմում է մարմնավոր դատարանների ամեն 10-րդ գլուխ Վայ անօրեն կանոններ դրողներին որ արդարին սարքում մեղավոր մեղավորին սարքում է արդար այտենց հովիվներ շատ կան Էնի հարուստատ չի ուզում նրան նեղացնի աղքատ արդարին սարքում է հանցավոր ասում է նա ճիշտ է գնա ապաշխարի թե ինչի՞ց ապաշխարա որ էնիա վարքաբեկ է էնիա այո է էնիա ծեծե այդ աղքատ արդարն է թա ինչի՞ց ապաշխարի դու պետք է բացատրես մարդու իր օրած որ ասում է ես բայց ինչ եմ օրել լավ ասի գնա ապաշխարա սիրուշկույրիկ գնա դու անապաշխար ես չասը բայց ախպերս ինչի՞ց եմ զղջամ աստուն ինչը խոստովանվեմ որ ես եմ անարգվել որն ին վրեն են թքե խոսքի ինձի են դավաճան են ձի անարգե դու այդ հարուստին արդարացնում ես ես ինչը խոստովանվեմ Հիսուսին պետք է մի բան լինի թամ զղջամ ապաշխարեմ այս սայա գնա դու խոստովանվի Տերը կհայտնի քեզի հասկանում եք սա անիրավ դատ անելն է որ փողի համար փառքի համար հարուստին որը հանցագործա արդարացնում են արդար աղքատին անարգում եւ Տեր ասում է նայեցավ եւ դա չար երևցավ իր աչքին
Վայ անորեն կանոններ դրողներին։ Ես տեսեք 1-ից մինչև 4-ը կարակ գրեք չար դատավորների պատիժը, որպեսզի հետագայում ձեր սերտողությունները հեշտ լինի։ Բովանդակությունը չար դատավորների պատիժը 1-ից մինչև 4-ը։ Վայ անորեն կանոններ դրողներին եւ այն դպիրներին, որ անիրավություն են գրում, սխալ օրենքներ, հորինում ու գրում, աղքատների դատաստանը աղքատ սրբերի դատաստանը ծռելու համար եւ իմ ժողովրդի տնանքների աղքատների խեղճերն են տնանքները աղքատ սրբերը ամեն աղքատ արդարները խեղճ արդարներին տնանք համարում աղքատների դատաստանը ծռելու համար եւ իմ ժողովրդի տնանքների իրավունքը հափշտակելու որբևայրիները նրանց ավար լինելու համար եւ որ որբերին կողոպտեն եւ ինչ եք անելու այցելության օրը եւ այն կործանման ժամանակին որ գալիս է հերվանց դեպի ում է գվազելու օգնության համար եւ ուր եք ձգելու ձեր փառքայ անիրավ դատավորներ որ սխալ կանոններ եք դրել վերջ ես էլ ձեր դատավորն եմ չէ Նեղության օրը վիրն եք դիմելու, ես ձեզի չեմ օգնելու։ Ինչ եք անելու այցելության օրը եւ այն կործանման ժամանակին, որ գալիս է հերվից, դեպի ում է գվազելու օգնության համար։ Եվ ուր եք ձգելու ձեր փառքը, եթե ոչ գերիների մեջ ծրվին եւ սպանվածների մեջ ընկնեն, այդ իա ձեր տեղը, գերի եք գնալու եւ մորթվելու եք։ Այսուամենայնիվ նրա բարկությունը ետ չէ, դարձել է չար դատավորների համար, և նրա ձեռքը դեռ մեկնած է, հենց Իսրայելին պատժելու։ Ուրեմն 5-րդ գլուխը, 5-րդ խոսքը, 5-ից մինչև 11-ը խոսում է Տերը կպատժի Իսրայելին, էլի Իսրայելի պատժից է խոսում մեղքի պատճառով։ Վայ Ասորեստանին, իմ բարկության գավազանին, որի ձերքի ցուպը իմ ցասումն է, թեկուզ վայ իրա գլխին, ես իրանը վերցնում եմ պատժեմ Իսրայելին, բայց իրա պատիժն էլ տալու եմ։ Չար բանորողը պետք է պատժվի, դրա համար անգամ տվյալ մարդը սավուղը հանցագործը Դավիթ ասավ ես Տիրոջոցյալի վրա ձեռ չեմ բարձրի, ես իմ դատը թողում եմ Տիրոջը, ամբարիշտի ձեռով թոմերնի։ Եթե նա Տիրոջ առաջին ծուրն է, կարող է զղջա իրա հոգում, ես չգիտեմ։ Թող Աստված ամբարիշտի միջոցով իրա դատն անի, ամեն։ Ես իմ ձեռը չեմ վերցնի Աստծո սպասավորին վնասելու։ Այս վախն ունեցեք սպասավորներին դատելուց, սպասավորներին անարգելուց, սպասավորների մասին վատ տարածելուց։ Եթե նա Աստծո ծառան է, դու Աստված ունես, թող Աստված իրա դատն անի, չէ՞ Գեդեոնի հայրը ինչ ասավ։ Գեդեոնի դատը թողեք Աստծո, եթե Բաղն Աստված է, թող Գեդեոնի դատը Բաղն անի տենանք վախենանք։ Եթե մի հատ իմ որդին, որ որդու ոչնչություն է, հելերա մեր Աստծո գլուխ ջարդերա, վառերա, բա որ էդի Աստված է, ուր է իր զորությունը, թող ցույց տա, ամեն, ցույց տա, հավատամ Գեդեոնին էլ պատժենք։ Թող դադվարի Բաղ, հիշում եք Գեդեոնի պատմությունը։ Հիմա այո, եթե այդ քո Աստվածը կենթանի է, սպասավորի դատը կանի։ Դու ասա Տեր, քեզի եմ ազնում, կարող է սխալ եմ տենում, եթե ճիշտ եմ տենում, հանդիման այդ եղբայրը թողապաշխարի։ Ոչ թե գնա զենքեր առնի սպասավորներին խփելու, դատելու, բամբասելու գործի այդ չար գործի մեջ։ Վայ Ասորեստանին, իմ բարկության գավազանին, որի ձեռքի ցուպը իմ ցասումն է։ Մի կեղծավոր ազգի դեմ եմ ուղարկելու նրան, իսկ կեղծավոր ազգը Իսրայելն է, ամեն, որ Աստծո հետ կեղծա խոսք տալում կենթարկվի, բայց չի ենթարկվի։ Մի կեղծավոր ազգի դեմ եմ ուղարկելու նրան եւ իմ բարկացած ժողովրդի վրա Աստծո բարկությունը բորբոքվել էր Իսրայելի վրա, ամեն։ Մի կեղծավոր ազգի դեմ եմ ուղարկելու նրան եւ իմ բարկացած ժողովրդի վրա նշանակելու եմ նրան Ասորեստանի թագավորին ավար ավարելու եւ կողոպուտ կողոպտելու համար եւ որ նրան ոտնահարան է
ինչպես փողոցի ցեխը տրորի ու անցնի, ամեն այդպես բարկացած է, բայց նրա պատիժն էլ Ասորեստանի Աստված կտա, ուրիշ ազգով։ Բայց նա Ասորեստանի թագավորը, բայց նա այսպես չի մտածում, որ ես եմ էդի թույլ տալում, իրեն ա վերագրում այդ փառքը, էլի ես ինչքան զոր եմ։ Բայց նա այնպես չի մտածում եւ նրա սիրտը այնպես չի խորում, այլ նրա սրտինը փչացնելն է եւ շատ ազգեր բնաջինջ անելն է արեք։ Նորից եմ կարդում, այլ նրա սիրտը փչացնելն է, սրտինը փչացնելն է եւ շատ ազգեր բնաջինջ անելն է։ Որովհետեւ նա ասում է. միթե իմ իշխանները ամենքն էլ թագավորներ չեն, միթե քարքամիսի պես չէ քաղանեն, կամ թե արփադի պես չէ Եմաթը, կամ թե Դամասկոսի պես Սամարիան։ Ինչպես որ իմ ձեռքը հասավ կուռքերի թագավորություններին, եւ նրանց քանդակածոները շատ էին Երուսաղեմինիցը ու Սամարիայինիցը, միթե ինչպես որ արել եմ Սամարիային եւ նրա կուռքերին, նույնպես չեմ անելու նաեւ Երուսաղեմին եւ նրա կուռքերին։ Տեսնում եք, էսի Ասորեստանի թագավորը իրեն ամենակարողի տեղ ա դնում, բայց չի մտածում, որ Տերն իր սիրտը թույլցնա իրան նույնը կանեն։ Բայց Տիրոջ կամքն էր, որ պատժեր Իսրայելին, բայց ոչ թե Սամարիայի թագավորը այդ փառքը վեկալեր իրեն վերագրեր զորությունը։ Հիմա տեսեք սրանից հետո արդեն 12-ից մինչև 19 խոսում է Տերը պատժելու է Ասորեստանին իր եսասիրության Տիրոջ փառքը գողանալու համար, ամեն։ Տերը պատժելու է Ասորեստանին իր եսասիրության համար։ Կարա գրեք ու նշեք 12-ից մինչև 19։ Եվ կլինի, երբ Տերը կկատարե իր բոլոր գործքը Սիոնի վրա եւ Երուսաղեմում, Երուսաղեմի պատիժը կտա, Իսրայելի պատիժը կտա ասորիների ձեռքով, նորից կարդամ, եւ կլինի, երբ որ Տերը կկատարե իր բոլոր գործքը Սիոն սարի վրա եւ Երուսաղեմում, կքննեմ Ասորեստանի թագավորի հպարտ սրտի պտուղը եւ նրա ամբարտավան աչքերի փառքը։ Ստե մեկդելու բան չկա պարզա գրած, որովհետև նա ասում է Ասորեստանի եսասեր թագավորը, իմ ձեռքի ուժովը արի եւ իմ իմաստությամբ, որովհետև ես խելոք եմ եւ ազգերի սահմանները վերցրի եւ նրանց պաշարները հափշտակեցի, սաղ իրեն ա վերագրում, խոսելու ոճը լսեք։ Ու այսօր շատ հովիվներ կան, որ կույր անգամ էսենց են խոսում, բայց հոգևոր խոսել չգիտեն եւ իրենց գառներին եսասեր խոսելուց չեն թլպատում։ Եթե դու խոսքով վերագրում ես քեզի ամեն ինչը, սիրտդ հաստատ վերագրել, ամեն։ Տեսեք ինչ ասում, իմ ձեռքի ուժովը արի, եթե դու էլ ես սիրելի հոգիս ես մտածում որևիցե մի պարագայում, դու էլ եսասեր ես եւ կարժանանաս Ասորեստանի թագավորի պատժին, ամեն, Աստված նույն պատիժը քեզ ա տալու։ Խոսելուն ուշադիր եղեք յուրաքանչյուրի, որովհետև նա ասում է, էսի իմացի որ դու ես, իմ ձեռքի ուժովը արի եւ իմ իմաստությամբ, որովհետև ես խելոք եմ, տես սատանան ասավ, ես գեղեցիկ եմ, ես իմաստուն եմ, չէ՞ նույնը, Եզեկիել 28 բացեք կարդացեք։ Ես խելոք եմ եւ ազգերի սահմանները վերցրի լրիվ իր վրա վերագրով եւ նրանց պաշարները հափշտակեցի եւ նվաճեցի զորավորների պես նրանց գահակալներին։ Թաղեմ եսի կտստեք ասեմ մի անգամից, ամեն, ես թաղեմ քեզ, դու ով ես այ ворդ, որ Աստված չլար, ամեն քեզ չզորացներ։ Բայց եսի մի մտածեք Ասորեստանի թագավորին ա վերաբերվում, եսի յուրաքանչյուրիս ա վերաբերում, մենք գործ անելուց հետո ոնց ենք խոսում, մատուցանում ենք, որ Հիսուսին փառավորեն, թե ինձ ենք խոսում, որ մեզանից կապվեն եւ մեզ փառավորեն իր սրտի մեջ։ Եվ իմ ձեռքը հասավ ազգերի ստասվածքին, ինչպես մի բույնի, որ եւ թողված ձգված
ձվերը հավաքելու պես ես հավաքեցի բոլոր երկրի այդ եկամուտը։ Լրիվ ես, տեսեք, ես։ Եվ չկար մի թև շարժող կամ բերամ բացող եւ ճիչանող։ Իմ դեմը խաղ չկար էլի, ես հզոր եմ, ամենահզոր եմ։ Հիմա Տերն ասում, միթե կացինը կպարծենա իրենով կտրողի դեմ, հարցատոր, պատկերացրեք, եթե կացինը կա, կտրողը չլինի, դու կացինն էիր, ով Ասորեստանի խղճուկ թագավոր, եթե ես չվերստեի եւ օգտագործեի քեզ, դու ոչինչ էիր, դե հիմա տես քո դեմն եմ կացին բերում արդեն, ամեն։ Այս 15 խոսքը Տիրոջ միտքն է, որ յուրաքանչյուր այդ ես-ով խոսողին ասեմ այ որդու ոչնչություն, Աստված հիմա հոգիդ վեկալա դիակ կդառնաս ու որդի կեր։ Կամ խելքդ կվեկալա կգնաս ավանակի պես կզռաս կամ կբառաչես Նաբոգոդոնոսորի նման, ինչպես արավ այս թագավորին Ասորեստանի։ Միթե կացինը կպարծենա իրմով կտրողի դեմ, կամ սղոցը կգորոզանա իրենով քաշողի դեմ, թե ես լավ եմ ես քաշում, ես լավ եմ գերանը կտրում, որ կտրողը լսա ինչ կանա, ձեռը կթողի կասալը դե կտրի, հիմա կտրողը, գործարողը, թույլ տվողը, զորացրողը Տերն այ որդուկ, դու ինչ ես ասելով ման գալիս, թեկուզ մտքիդ մեջն ես ասում է, բերանով չես արտահայտում, Աստված սրտին մտքին նայելով է դատն անելու, ամեն, միթե կացինը կպարծենա իրանով կտրողի դեմ, կամ սղոցը կգորոզանա իրենով քաշողի դեմ, իբրև թե գավազանը շարժեր իրեն վեր առնողին, փետից գավազան կարա իրա կրողին իրար տա, հեքյատա չես, անհավատալի բան է, ստետպագրական թերություն էլ կա, կուղեք շուտով, իբրև թե գավազանը շարժեր իրան վեր առնողին, իբրև թե ցուպը, փաղագիծը բացեք, բարձրացնում լիներ, փայտ չլինելով, փակեք փաղագիծը, հիմա կարդում եմ ուղիղ, իբրև թե ցուպը բարձրացներ մարդուն, որ փայտ չէ, հավատալու բանա, իբրև թե ցուպը, փաղագծի մեջ գրեք, բարձրացներ մարդուն, որ փայտ չէ, հավատալու բանա, չի լինի, նորից շարունակեմ ու ուղղվածը կարդեմ, իբրև թե գավազանը շարժեր իրեն վեր առնողին, իբրև թե ցուպը բարձրացներ մարդուն, որ փայտ չէ, նրա համար Տերը, զորաստերը, նրա պարարտների դեմ, եսի արդեն գնաց Ասորեստանի թագավորի, տեսեք Ասորեստանին Նաբոգոդոնոսորին բերեց, Իսրայելին պատիժ տվեց, ետքը Պարսից մարած թագավորներին բերեց, Ասորեստանի պատիժը տվեց, մի գիշերվա մեջ գրավեցին այդ սկա թագավորություն, այն ինչի համար իր ապարտության համար, եթե դու ուզում ես միշտ օրտված լինես և տունդ պաշտպանված լինի, միշտ մնա Տիրոջ խոսքի մեջ, միշտ ասալ ոչ թե ես, ոչ թե իմ որդն ու ոչնչությունը, հապա Տերն անում, փառավորվի ինքը, իր անունի փառքի համար, իր կամքը կատարելու համար, եթե ես ոչով քեզ պահես, միշտ օրտված կլինես, և քո թշնամիները ոտքերիդ տակ խորտակված, իսկ եթե դու Քրիստոսի փառքը գողացար որևիցե բանում, անգամ մտքով ասեցիր ես լավն եմ, ես իմաստուն եմ, ես հզոր եմ, կզռաս էշի պես մի օր, կբառաչես Նաբոգոդոնոսորի պես, ամեն, խելքդ գլխիցդ կգնա ով Նաբոգոդոնոսոր, գնաց քեզանից իմաստությունդ, իմ տվածը որ վերագրում էիր, քեզ վերցեցի դե պահայմի, քոնը անաստական կրքերն ու բառաչելն, ամեն, անասունից դու բանով տարբեր չես, եթե իմաստության հոգին չլլա քո վրա, դե ուրեմն մի գողացի Տիրոջ փառքը, անգամ մի թող որ մարդիկ աչքերը քեզ սևեռեն ասելով թե դու ես կաղին քայլել տվե, ինչպես Պետրոսն ասավ, ինչ էլ ձեր աչքերը տնկած մեզի նայում, Իսրայելի Աստվածը, Հիսուս Քրիստոսն է քայլել տվե, նրան նայեք ու նրան փառավորեք, մենք անպիտան ծառաներ ենք, ինչ հրամայել է այդ ենք անում, ամեն, բայց շատերը տակից ուզում եք, որ ձեզ գովերգեն, մեծարեն, ու դուք մեկը էլ չեք ասե, ես ով եմ որդը, անբարոյական լկտի կլինեի, եթե Տերը չլիներ, ամեն, ոչ մեկ էլ Դավիթից լավը չեք, Դավիթի նման օծյալ ընկավ շնության մեջ, այդ դու ով եք, որ Տերը չպահեր կարայիք նամուսով մնայիք, շատերի տեսի կարող է անհասանելի լինի,
Տերն ապահե մի վերագրա քեզ կույր կընկնես Ասորեստանի թագավորի ճակատագրին կարժանանաս։ Նրա համար Զորաստերը 16 խոսքից Զորաստերը նրա համար Տերը Զորաստերը նրա Ասորեստանի թագավորի պարարտների դեմ նիարություն պիտի ուղարկե եւ նրա փառքի տակին պիտի հրդեհվի հրդեհը փառքի տակին հրդեհ կվարի կնստես ու կմռմռաս եթե դու հպարտ ես ես շատերին եմ ասել ու կատարվել է որ տեսել եմ հպարտ է ասել եմ ինչ ունես չունես ձեռիցդ գնալու է որ դու դա օգտագործում ես ոչ թե ասու փառքը տարածելու ապա քո փառք Եվ նրա փառքի տակին պիտի հրդեհվի հրդեհը ինչպես բոցավառ հրդեհություն Ինչպես բոցահար հրդեհություն եւ Իսրայելի լույսը Աստված արդեն Իսրայելի լույսը հուր պիտի դառնա եւ նրա սուրբը բոց եւ այրե ու սպարեն նրան Պոջե Ասորեստանին Իսրայելի դաժան Պոջի համար կպոջի նրան որ պոջեց ու իրան վերագրեց Թեկուզ Իսրայելի վրա բարկացած էր թեկուզ Դավիթի վրա բարկացած էր բայց որ Դավիթի հանդեպ մեկան իրավ վարվավ չափից ավել նրա պատիժը տվեց եւ Իսրայելի լույսը հուր պիտի դառնա եւ նրա սուրբը բոց եւ այրե ու սպարե նրա փուշն ու ցախը մեկորում Ասորեստանին բնաջինջանի եւ նրա անտարի Ասորեստանի եւ նրա անտարի եւ նրա բարեբեր ագարակի փառքը պիտի փչացնե հոգին էլ մարմինն էլ եւ նա հաշող մաշողի պես կլինի եւ նրա անտարի ծառերի մնացորդը սակավաթիվ կլինի Ասորեստանին ավերաբերվում եւ մի երեխա կարող է նրանց գրել էլի քանի հատ բանա փետա մնացել անտառում կամ ծառ Էսի իշխանները նկատի ունի հոգիներին մարդկանց Հիմա 20 խոսքից մինչև վերջ խոսում եմ խորհուրդով մեզ նեղություն 99% հայտնության գրքի նմանագրված ամեն խորհուրդով նաև էսի կատարվել է Իսրայելի վրա շատ ազգերի վրա որտեղ գլոբալ ազգերի բնաջնջում է խոսում էդի խոսում է բուն խորհուրդով մեծ նեղության մասին ուրեմն գծեք գրեք 20-ից մինչև վերջ խոսում է մեծ նեղություն անգամ 144,000-ի մասին է խոսում, որը կասեմ ու կնշեք։ Եվ այն օրը կլինի, բարկության օրը, այն խիստ օրը, դի մեծ նեղության օրն է։ Եվ այն օրը կլինի, որ Իսրայելի մնացորդը եւ Հակոբի տան ազատվածները այլևս պիտի չապավինեն իրենց զարկողներին, չէ, որ մի թագավորը գալիս է պաշտում էր, ասում են դու մեր Աստվածն ես, չէ, Նաբոգոդոնոսոր ջան, մենք քեզի գլսենք, ինչ ասես կանենք։ Էլ ասма սրանից հետո Իսրայելի մնացորդը ու Հակոբի տան ազատվածները այլևս պիտի չապավինեն իրենց զարկողներին, զարկող թագավորներին, այլ պիտի ապավինեն Եհովա Իսրայելի սուրբին ճշմարտությամբ, էսի երբ, որ էլ երբեք չեն ենթարկվելու եթանոս թագավորներին, մեծ նեղությանից սկսած մինչև հազարամյա թագավորության վերջ ու հավիտենություն, մեծ նեղությունից էդ հիմքը դրվում է։ Նորից կարդամ, այլևս պիտի չապավինեն իրենց զարկողին, այլ պիտի ապավինեն Եհովայ Իսրայելի սուրբին ճշմարտությամբ, մնացորդը Տեսեք 144,000-ը նկատի ունի Մնացորդը պիտի դառնա Հակոբի մնացորդը դեպի հզոր Աստծուն պիտի դառնա այդ մի մնացորդը հիշում եք հազարամյա թագավորության ժամանակ դրա Նախաշեմին մեծ նեղության մեջ հայտնություն 12-ում խոսում է հափշտակությունից իսկ 7-ում կնքվելուց ամեն 144,000-ի մասին է որովհետև եթե քո ժողովուրդը ով Իսրայել Ծովի ավազի չափ լինի, նրանցից մեկ մնացորդ է ետ դառնալու։ Առաջինը 144,000-ը, մեկ էլ ովքեր կփախնեն լեռները եւ շատերն էլ որ կմորթվեն, բայց շատերն էլ կուրանան Տիրոջը կլնեն
ների ետևից կգնան, ների ժողովուրդու բնաջինջ կլինեն։ Ուրեմն ստե ամենակարևորը 144,000-ը կարակ շեշտեք ու շատ իսրայելացիներ, որ կփախնեն լեռները կամ կմորթվեն։ Որովհետև եթե քո ժողովուրդը, ով Իսրայել, ծովի ավազին չափ լինի, նրանցից մեկ մնացորդ է ետ դառնալու։ Ավերումը որոշված է, վերջեցել չի փոխվելու։ Հորդում է արդարությունը, որովհետև ավերումը եւ որոշումը անում է Տերը, զորած Տերը բոլոր երկրի համար, բոլոր երկրի մեջ, բոլոր երկրին բնաջնջելու օրը դա Տիրոջ բարկության օրն է ու մեծ դեղությունը։ Ամեն։ Նորից 24-ից գնում է մինչև վերջ, սաղ մեծ նեղություն է։ Ինչի մարեմ ես մարակրկիտ բացատրում, որեքուս դուք կարակ ձեր հետևորդերին բացատրեք, դնեք ձեր գրքերը սերտեք գրեք ու կարակ ազատ վստահ հեսի ստուգված տվյալներ եմ, վկայություններով ստուգված տվյալներ եմ փոխանցում ձեզի, որ ես ոչ մեկից չեմ սովորել, լրիվ Աստծուց։ Նրա համար զորած Եհովա Տերը այսպես է ասում. ով իմ ժողովուրդ, որ բնակվում է Սիոնում, Ասորեստանից մի վախենար, նա քեզ զարկում է գավազանով եւ իր մահակը բարձրացնում է քեզ վրա Եգիպտոսի պես, որովհետև շատ փոքրիկ ժամանակ էլ կա, որ հետո ցասումը կվերջանա քո էլի պատիժները եւ իմ Աստծո բարկությունը կլինի նրանց փչացնելու համար։ Ամեն։ Եվ զորաստերը կբարձրանա նրանց վրա եւ զորաստերը կբարձրացնեն նրանց վրա խարազանը, թե ինչպես պատժեց, իսկ ամեծ նեղությունը ամել Իսրայելի հալածող ազգերին պատժելն է, մեծ նեղության մեջ նույն բանն ալնելու, մարդարներին հալածողները պատժում են, ամեն դրա համար խորհրդով առաջինը մեծ նեղություն ընդունեք, երկրորդը տարբեր ժամանակներում կատարված իրականություն, ամեն։ Զորաստերը կբարձրացնե նրա վրա խարազանը, Ասորեստանի, որ պատժել է Իսրայելին, օրեբ վեմի մոտ Մադյամի հարվածի նման, եւ իր գավազանը ծովի վրա է, եւ նա Աստված կբարձրացնե նրան ինչպես որ Եգիպտոսի վրա, Ասորեստանին պատժելու համար։ Եվ այն օրը կլինի, որ նրա բեռը վեր կառնվի քո ուսիցը, վերջից արդեն գնաց մեծ նեղություն 1000-ամյակի նախաշեմ, եւ նրա լուծը քո պարանոցի վրայից է, երբ ալնելու մեծ նեղություն, նեղության վերջ եւ 1000-ամյա թագավորություն։ Եվ լուծը պիտի կոտրվի ճարպի պատճառով։ Գալիս է անգեն անցնում է Մագրոնը, Մաքմասում տեղավորում է իր կահկարասիքեսի տարբեր ձորքեր գան տեղավորը, դրա մասին է խոսում, ասենք բան չկա բեկնելու։ Անցնում են անցքովը, Գաբայում օթևանում, Ռաման սարսափում է, Սավուղի Գաբան փախչում, ձայնովդ բղավիր ով գաղիմի աղջիկ, ականջդիր, լայիս, խեղճ անաթովտ, տարագրվեցավ Մադմենան, Գեբիմի բնակիչները շտապում են պրծնելու, փախտում են, խառնաշփոթ վիճակ է, մեծ նեղության մեջ հայտնության գիրքը ցույց է տալիս, լեռների ծմակների մեջ են մտնում, վերջ ասում են թափի մեր գլխին գարան բարկությունից ազատվենք։ Այսօր էլ նոբումը պիտի կենա եւ ձերքը շարժե Սիոնի աղջկա սարի վրա, Երուսաղեմի բլրի վրա։ Ահա զորած Եհովա Տերը կոտրելու է ճուղերը, ահավոր զորությամբ, վերջ է, ճուղերը, ծառի ճուղեր կոտրելը, ծառը թագավորներն են խորհրդանշում, ճուղերը ժողովուրդը, ահա զորած Եհովա Տերը կոտրելու է ճուղերը ահավոր զորությամբ եւ հասակով բարձրեր է նպարտացած իշխանները, եղևնիները, Լիբանանի եղևնիները, դրանք բոլորը թագավորներն ու իշխաններն էին։ Եվ ասակով բարձրերը պիտի կրճատվին, եւ բարձրացածները պիտի ցածանան, հալելույա, եւ նա պիտի կտրե անտարի ծմակները կացինով, եւ Լիբանանը վայր պիտի ընկնի հզորի միջոցով։ Էսի բոլոր այդ իշխանները, ղեկավարները, թագավորները, որ բնաջինջ են լինելու մեծ նեղության մեջ, դայա խորհրդով նշանակում։ Ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա
10-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը ամեն մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ ամեն